Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 1-ին այցելել է Ներքին գործերի նախարարության կրթահամալիր։ Նրան է ներկայացվել ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների ուսումնական գործընթացում կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև իրավիճակային բազմաբնույթ խնդիրները, որոնք առաջադրվում են վերապատրաստվողներին, զարգացնելով նրանց պրոֆեսիոնալ արձագանքման ու որոշումներ կայացնելու հմտությունները։ Այս առումով նախարար Սարգսյանը խրախուսել է բաց եւ ակտիվ քննարկումները, որոնք նպաստում են վերապատրաստման արդյունավետությանը։ Այցի շրջանակներում Ներքին գործերի նախարարը հետևել է նաև ապագա պարեկների տեսական դասընթացին, ներկայացվել են նրանց մասնագիտական պատրաստվածությունը, ներառյալ թիմային աշխատանքի կարողությունները զարգացնող մոտեցումները։ Կարևորվել է արդիականացված ուսումնական գործընթացը, որը յուրօրինակ հնարավորություն է ձևավորելու եւ մասնագիտական եւ անձնական բարձր որակներ։ Միջազգային գործընկերների աջակցությամբ գործարկված նոր սիմուլյացիոն հրաձգարանում նախարարը ծանոթացել է իրավիճակային բազմազան սցենարներում ծառայողների գործողություններին, ընդգծելով, որ այս նորարարությունը ապագա ոստիկաններին հնարավորություն է տալիս տարբեր իրավիճակներում ինչպես անձամբ, այնպես էլ կարգախմբով ճիշտ կողմնորոշվել ու օպերատիվ գործել։ Կրթահամալիր այցի ավարտին կայացել է աշխատանքային խորհրդակցություն, ինչի ընթացքում ամփոփվել են ուսումնական հաստատության 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ Ըստ կրթահամալիրի ռեկտորի պաշտոնակատարի մինչև նոյեմբերի 1-ը ուսումնական հաստատությունում կվերապատրաստվեն շուրջ 9000 ծառայող։ Նախարար Սարգսյանն անդրադարձել է ինչպես ոստիկանության տարբեր ծառայությունների, այնպես էլ փրկարար ծառայողների համար նախատեսված ուսման ու վերապատրաստման գործընթացներին, ուսումնապրոցեսի որակի հսկողության վերաբերյալ տալով կոնկրետ հանձնարարականներ։ Նախարարը ընդգծել է, որ անհրաժեշտ է տարեկան կտրվածքով փրկարար ծառայողների համար կազմակերպել վարժանքների տեսքով վերապատրաստումներ, իսկ արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանների ֆիզիկական պատրաստականության դասընթացները դարձնել տարեկան վերապատրաստումների պարտադիր բաղադրիչ։ Քննարկվել են նաև Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի Ստեփանավանի ուսումնական միավորի շենքային պայմանների բարելավման, ուսումնական գործընթացի եւ կրթական ծրագրերի արդիականացման վերաբերյալ հարցեր, որոնք միտված կլինեն փրկարարներին առավել որակյալ կրթություն ապահովելուն։ Խորհրդակցության ընթացքում Արփինե Սարգսյանը հանձնարարել է նաև ավարտին հասցնել մասնավոր գործընկերների հետ ֆիզպատրաստականության դասընթացների առնչությամբ մատուցվող ծառայությունների գույքագրման աշխատանքներն ու սեղմ ժամկետում մեկնարկել վերապատրաստումները։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մաքսանենկ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանակի թմրանյութ։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, տեղեկությունը ստուգվեց եւ կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաեւ քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու պարեկներ եւ քննչական կոմիտեի աշխատակիցներ։ Հունիսի 15-ին ժամը 15:20-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Երևանի բնակիչ 29-ամյա եւ օտարերկրացի 39-ամյա երկու տղամարդ, որոնք օտարերկրացու վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Նայիրիի բաժին։ Մեքենայում հայտնաբերվեց 3 կիլոգրամ 530 գրամից ավելի մարիխուանա։ Քիչ անց ժամը 16:20-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գազալցակայանի մոտ ձերբակալվեց եւս 2 հոգի 36-ամյա երևանցի եւ 35-ամյա աշտարակցի տղամարդիկ։ Վերջինիս վարած ավտոմեքենայով նրանք տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։ Մեքենայում հայտնաբերվեց 680 գրամ մարիխուանա։ Եվս մի քանի ժամ անց 20:30-ին Պրոշյան-Երևան ավտոճանապարհի Գևորգ Չաուշի խճուղու հատվածում ձերբակալվեց 2 օտարերկրացի 28 եւ 31 տարեկան, ուղևորի մոտ 540 գրամ մարիխուանա կար։ Միջոցառումները շարունակվեցին առավոտյան ժամը 8:15-ին Դիլիջանի Կամոյի փողոցում ձերբակալվեցին Վանաձորցի 34-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը։ Երկուսն էլ մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Դիլիջանի բաժին։ Մեքենայում հայտնաբերվեց 2 կիլոգրամ 440 գրամից ավելի մարիխուանա։ Ձերբակալվածները կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը Նորավան գյուղում գտնվող իր ջերմատանն աճեցնում է կանեփ եւ ապօրինի պահում դրանից պատրաստված թմրանյութ։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 30-ին զննություն կատարվեց 33-ամյա տղամարդու ջերմատանը։ Հայտնաբերվեց կանեփի 7 բույս, իսկ ջերմատան վերջնամասում եւ մետաղի արկղում ավելի քան 3 կիլոգրամ չորացրած մանրացված կանեփանման զանգված։ Ըստ կանեփն ինքն է աճեցրել, թմրանյութն էլ պահել անձամբ օգտագործելու համար։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հանգամանքները նախաքննության պարզվում են։
Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Իրավական ակտերի մշակման տեխնիկայի վերաբերյալ հերթական դասընթացն է։ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի նախաձեռնությամբ հունիսի 25-ից մեկնարկել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ՆԳՆ համակարգային աշխատակիցները, ովքեր չլինելով իրավաբան առնչվում են իրավական ակտերի նախագծերի մշակման կամ դրանց վերաբերյալ կարծիքների տրամադրման գործընթացին։ Գործընթացի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից կարևոր է վերապատրաստել հատկապես ոչ իրավաբան աշխատակիցներին, քանի որ իրավական ակտերի մշակման եւ առաջարկների ներկայացման աշխատանքներին ներգրաված են ներքին գործերի նախարարության բոլոր ստորաբաժանումները։ Փորձել ենք դասընթացի շրջանակներում ներկայացնել ամբողջական ընթացքը իրավական ակտի նախագծի մշակման, սկսած գաղափարի ծագումից, հիմնավորումից, մինչև դրա ընթացք, ստորագրում եւ հրապարակում։ Իրավական ակտի հիմնավորման կառուցվածքը դասընթացի առանցքային բաղադրիչներից է։ Մասնակիցների հետ քննարկվում են հիմնական բաժինները, փոփոխությունների շրջանակը ներկայացնելու մանրամասները։ Ունենք առանձին անդրադարձ իրավական ակտի կառուցվածքին, ինչպիսի բաղադրատարեր ունի, մասնավորապես քննարկում ենք ենթաուրեսդրական նորմատիվ իրավական ակտի կառուցվածքը, անդրադարձ ունենք նաև հետագա իրավական ակտի փուլին, այսինքն շրջանառությանը շահագրգիռ մարմինների շրջանում, ինչպես նաև ստորագրման, հրապարակման հետ կապված հարցերին ենք անդրադարձ կատարում։ Դասընթացներն անցկացվում են ինտերակտիվ միջավայրում փոքր խմբերով, որտեղ 15-ից 20 մասնակից հնարավորություն ունեն հարցեր տալ, կարծիքներ փոխանակել եւ կիսվել փորձով։ Նման նախաձեռնությունները կարևոր ներդրում են ՆԳՆ համակարգի աշխատակիցների մասնագիտական հմտությունների կատարելագործման ու արդի պահանջներին համապատասխան արդյունավետ աշխատանքի կազմակերպման գործում։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անետ կորած որոնվում է 1949 թվականին ծնված Ռազմիկ Գասպարյանը։ Հուլիսի 1-ի առավոտյան նա դուրս է եկել տնից եւ այլևս չի վերադարձել։ Ռազմիկ Գասպարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուծկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 պատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 պատիկի 300 պատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։